Բարև սիրելիներ, այս անգամ եւս պիտի խոսիմ Սփյուռքի մասին եւ մենք հաջող կխոսենք կամ կլսենք կամ կքննարկենք Սփյուռքի ուժեղացման անհրաժեշտության մասին եւ այդ հարցերու շուրջ, վերագազմակերպման հարցերու շուրջ եւ այս բոլորը բարի ցանկություններու արտահայտություններ են եւ շատ լավ է։ Հիմա փորձենք հասկանալ, որ գործնականի մեջ ինչ կնշանակի այդ ցանկությունը եւ այդ ցկտումը ինչպես կարելի է իրականություն դարձնել։ Նախ պատկերացնենք բաղմը, որ նստած ենք սեղանի շուրջ եւ մենք միասին կխոսենք այդ հարցերու, այդ ըմբռնումներու նշանակության մասին։ Ինչ կնշանակի ուժեղ սփյուռք ունենալ։ Եվ ես կառաջարկեմ մի քանի օրինակներ։ Բնականաբար օրինակները սահմանափակ են, օրինակները ամբողջական չեն ուրեմն եւ կարելի է լրացնել այլ առիթներու ծեր մեջ խոսելով, ինձի հետ խոսելով, նախ ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց, որոնք արձագանքեցին առաջին լիբանանահայության վերաբերող իմ զրույցին կամ զրույցչեր խոսքին, քիչ մի երկար խոսքեր եւ բավական հետաքրքրական մտքեր, քննադատական մոդեցումներ, ի վերջո զրույցը նաեւ սա է։ Ուրեմն շնորհակալ եմ բոլորիդ եւ պիտի խնդրեմ, որ շարունակեք այսպես անձնական նամակներով, որտեղ չեմ ուզեր այս բահուն քննարկումներ անել հանրային, բայց անձնական քննարկումները լան անոնք 2-3 հոգով կամ անձնական ինձ համար հարստացուցիչ են եւ ավասիկ նախորդ քննարկումի արձագանքները բերին նաեւ փաստը, որ այլ կերպ մտածել կա, քննադատություն կա եւ այդ քննադատություններեն եւ այլախոհութեն են ես ինչպես դուք հույսով եմ բանոնի կաղելիք։ Ուրեմն օրինակներով եթե խոսենք, թե ինչ կնշանակի ուժեղ սփյուռք։ Ուժեղ սփյուռքը ինձ համար օրինակի համար արկա գազམ་ագերբություններու ավելի լայն տեսանելիություն տալն է, ավելի ուժեղացնելն է, որտեղ բոլորս հաստատած ենք գազམ་ագերբություններու մեջ, թե դուրս ներքին խոհանոցի մեջ, թե արտաքին հայացքով, որ մեր սփյուռքը եւ ընդհանրապես մեր գազམ་ագերբությունները թուլացած են։ Ուրեմն պետք է աշխուժացնենք այն գազམ་ագերբությունները, միությունները, կառույցները, որոնք հենարան ունին, մարդուժ ունին, բայց այսպես մաշած են, քիչ մը թուլացած են, ինչպես արդեն ասի, պետք է օգնել։ Եվ հիմա ես չեմ ասել թե լուծումները որոնք են, ուղղակի գսեմ թե ուժեղ դառնալու համար պետք է որ այդ ուժեղները եւ ոչ ուժեղները ավելի ուժեղանան, բարձավես։ Գազམ་ագերբություններու միջև համագործակցությունը ստեղծել։ Ափսոս է, իրոք ափսոս է, ինչպես անցել անգամ գսեի միություններու եւ անհատներու միջև համասփյուռքյան համագործակցությունը ստեղծել, բայց նաեւ գազམ་ագերբություններու միջև նույն դարածքի մեջ երբեմն գտեսնենք, որ մարդիկ կգտնեն նույն աշխատանքը, optimization չկա, երբեմն գտեսնենք, որ մարդիկ իրար մի անկախ, իրար մի անչափ գործունեություններ կծավալեն եւ կմտածես, որ ինչու այս երկու հայերը իրար հետ չեն համագործակցիր։ Դուք պատկերացրեք, որ իրարու հերացանի թիվերն չունին, այդ երկու լավ հայերը, որոնք նույն գործը կկատարեն։ Երբեմն ունին, երբեմն չունին, գաբերը ամուր չեն, չուզենալու խնդիր կա, բայց այստեղ դրամապանելու իրար հետ ուժեղանալու խնդիր կա, ցանկության բարակային բնականաբար։ Եվ բնականաբար միշտ պիտի հնչեցնեմ այն միտքը, որ տեղական առումով այս բոլորը կարելի է, բայց նաև համասփյուռքյան մագարտակով։ Ուժեղ մասնակիցները գտնել։ Ես միշտ ասած եմ ու կգտնեմ մեր առաջնահերթությունները մեկը միասինի, այն է, որ պետք է բերենք այդ բոլոր ներուժը, որ ունենք սփյուռքի մեջ։ Նաև Հայաստանի մասին էլ պիտի խոսենք, բայց այս բարակային թեման Հայաստանը չէ։ Հայ ազգի ներուժը պետք է բերել, գտնել, բացահայտել եւ մարդկանց իրար հետ կապի դուրս անել։ Բայց այս բարակային, քանի որ մենք համայնքներու մասին կխոսենք, համայնքներեն ներս, լա այդ Լիբանան, Լոս Անջելես, Փարիզ եւ այլն, բայց ընդհանրապես ես կակնարկեմ սովորություն ունիմ նաեւ ակնարկելու ոչ ուժեղ պատմություն ունեցող եւ այժմ նաեւ այսպես կորձունյա համայնքներու մասին։ Ինչու՞ չխոսենք ոչ թե Արժանտինի Բուենոս Այրեսի մասին,
այլ Արժանտինի երկրորդ քաղաքի մասին, որի մասին շատ մենք որպես Փարիզահայ օրինակի համար կամ Բեյրութահայ կամ այլ չենք լսեր։ Ինչու չխոսենք Մեքսիկոյի հայության մասին, ինչու չխոսենք Բուլղարիայի հայության մասին, ինչու չխոսենք Սակավաթիվ Հյուսիսային Մակեդոնիայի հայության մասին։ Այո, Սակավաթիվ, բայց հայ են, չէ, եւ պետք է մենք ամեն մեկ հայի յետևեն երթանք եւ բերենք։ Այդտեղ ոչ թե թերևս կան, ես գիտեմ, որ կան դաղանտավոր մարդիկ։ Ուրեմն այս մարդկանց պետք է ընդգրկել, այս մարդիկը պետք է ընդգրկել համայնքային կյանքի մեջ։ Դարբեր ձևերով, ոչ անպայման այս կամ այն գազམ་ակերպության միանալ, բայց օժանդակել, մասնակետ որպես հանդիսանալ եւ այլն, ձևերը դարբեր են։ Ուժեղ սպյուրք կրնանք լալ կամ ուժեղ համայնք կրնանք լալ եւ որ մեր մեջ փոխօգնության զգացումը դառնա իրականություն։ Այսինքն իմ հասկացողությամբ հայ լալը կնշանակի հայ հողը սիրելը, հայ մարդը սիրելը։ Եվ որ հայ մարդը կսիրես, ուրեմն դկարացած կամ պետքի մեջ եղող հայուն պետք է օգնության հասնել, բայց նաև օգնությունը սա աղքատախնամությունն է, սա դգարին օգնելն է, բայց դգարի օգնելու մասին չէ միայն խոսքը, այլ նաև մեկս մյուսին օգնենք եւ որ կարիք ունենք կամ բիզնեսի մեջ, կամ ակադեմիական գործի մեջ, կամ աշակերտին դուն հայտարարելու մեջ, որ եկած է Երևանեն կամ Բեյրութեն կամ չեմ գիտեր որտեղ են եւ հասած է Փարիզ կամ Անգլիա։ Իրեն պետք է տուն հայտարարել։ Ուրեմն պատկերացուցեք ինչ մեծ հաճելի գտարնա եւ որ դվյալ համայնքի 18 մարդ սպաղվին այդ անզանոթ ուսանողի բնակարանային խնդիրներով ու լուծում գտնեն ու կգտնեն անպայման, բայց հակառակը կա նաև որ այդ երիտասարդը հուսա որ ինչ որ մեկը կօգնի իրեն համայնքներս, բայց ոչ մեկ օգնության ցեր չեր գարի։ Այս երկու երևույթներու միջև տարբերությունը մեծ է։ Մենք այդ առաջին երևույթին պետք է երթանք ցկտինք, որովհետեւ ըլլանք ուժեղը լալու դրսևորումներեն մեկն է նաև այդ հարկանքը եւ փոխօգնություն, ուրեմն իրար կսիրենք, ուրեմն իրար կհարգենք եւ զարգացման մտայնությունը պետք է ստեղծել։ Այսինքն մենք պետք է մտածենք, որ իմ դրացի տղան կամ իմ բարեկամի տղան չհարցնեմ դղաս ինչը իր դպրոց ուր հասար, այլ ասեմ ինչպես կրնամ օգտակար դառնալ քեզի, եթե կրնամ օգտակար դառնալ, լա այդ ուսման մեջ, լա այդ գործի մեջ, լա այդ ստաժի մեջ, ինչպես կրնամ օգտակար դառնալ։ Իսկ եթե ես չեմ կրնար օգտակար դառնալ, արդյոք ծանոթ մունիմ։ Արդյոք այդ ծանոթին հերացայինը կվերցնեմ, գսեմ, որ իմ ընկերոջս տղան այսինչ ֆինանսական ստաժ պետք է կատարի, օգնենք իրեն։ Թե գսեմ ինչուս պետք է մեկում բարդ չլամ, բայց խաթրի համար բան ուզեմ, հետո ինձ ինքը ուզե եւ այլն։ Չէ, ուզենք եւ ինքն էլ իր կարգին թող ուզե։ Ինչու համար ենք այստեղ։ Ուրեմն այս փոխօգնության եւ իրար հետ առաջ երթալու, իրար սիրելու, իրար հարգելու այս մթնոլորտը նաեւ կգառուցվի որ դարբեր ձևերով։ Ամեն բարակային ազգային մտածողության դրսևորման մասին է խոսքը եւ սա պետք է մենք տարածենք։ Քիչ առաջ խոսեի մասնակիցները ընդգրկելու մասին, տաղանդավոր մարդիկ ընդգրկելու մասին։ Ես պիտի առաջարկեմ նաեւ որ կրկնեմ այս միտքը, ասելու համար, որ նայեցեք ձեր շուրջը ինչ տաղանդավոր երիտասարդներ կան, ոչ երիտասարդներ կան։ Մեկը հեղինակ, մեկը խաչքարերու մասնակետ, մեկը գործարար, մեկը ուսուցիչ, հայերենի ուսուցիչ, մեկը անգլերենի ուսուցիչ։ Եվ այսպես կտեսնես, որ կպատկերացնես, որ քո շուրջը շատ լավ մարդիկ կան, բայց բախտը չես վերցուցած, որ նայես այսպես գարդեզակրում կատարես։ Հիմա եւ որ այս մարդիկը կան, դու ավելի ուժեղ կզգացում քեզի, որ շրջապատված ես այսպիսի մարդկանցով, բայց նաեւ համեստ մարդիկ, որոնք ունին դերևս ոչ աշխատանքային փորձ, ինչպես այդ մյուս մասնակետը, բայց ունին դերևս արակինություններ, որոնք 1000 մասնակետություն արժեն։ Ուրեմն այս դեսանելի դարձնել այս մարդկանց նախ մեր մտքերու մեջ, երկրորդ այդ տեսանելի դարձնելով
իր հայտնաբերել եւ ի պահանջյալ հարկին գաբի դուրս հանել, գաբը ստեղծել այդ մարդկանց միջև։ Եվ ավելցնեմ նաև, որ այս մարտիկը բեղելով, գտնելով, բացահայտելով, մենք նաև իմ առաջի կետս, որ քիչ առաջացի գազམ་ագերբությունները զորացնել, որտեղ թույլացած ենք եւ այլն, բայց ինչու՞ պիտի զորացնենք գազམ་ագերբությունները, եթե ոչ մարտուժով։ Այդ մարտուժը ուր գտնենք, եթե եղածներու մեջ մարդիկ հոգնած են 50 տարի է մարդը տաղաբեդ է, 20 տարի է դպրոցի այսինչ պաշտոնը գվարի, հոգնած են մարդիկ, բայց փոխարինող չկա, այստեղ Հայաստանի Հանրապետություն չէ, որովհետեւ դպրոցները ցանկը ինքը իր բնական հունով երթա։ Մենք համայնքներու մեջ մարդ գտնելու դժվարություն ունենք, եւ որ գտնենք եւ որ չգտնենք, փնտրենք ու գտնենք այդ մարդիկ, որովհետեւ միացնենք համայնքային աշխատանքներուն տարբեր տեսակի։ Համայնքը ուժեղ կդառնա նաեւ գրթական ծրագրերով։ Ինչու համար տարիները ի վեր, դասնամյակները ի վեր շատ տեղեր, չէ, պիտի ասեի ամեն տեղ, բայց ոչ ամեն տեղ չէ, շատ տեղեր դպրոցներ կգառուցվին, որովհետև գիտակից ենք, որ դպրոցը հիմքն է ամեն ինչի, նախ հայկական ոգիի, հետո նաև ոչ թե հետո, միաժամանակ նաև հայ լեզվի, հայ լեզուն սորվելու, ընկալելու եւ գործածելու առումով։ Ուրեմն հայկական գրթությունը հայ դպրոցը շատ կարևոր է, բայց քանի որ հայկական դպրոց չկա ամենտեղ, ուրեմն պետք է համայնքը ուժեղանա իր հայկական կրթությամբ այլ ցևերով։ Ցևերը բազմատեսակ են։ Հիմա չնելու խնդիրն է, որ մենք չնելով գսենք, որ կամ համոզված ենք արդեն ներքուս, որ միան դպրոցը կա, եթե դպրոց չկա, ուրիշ լուծում չկա, բայց չենք մտածած սեղանի շուրջ, որ լավ, հիմա ես այս համայնքի մեջ դպրոց չունիմ, ինչ լուծում գտնեմ, որպեսզի վաղվա սերունդը հայերեն սորվի։ Վաղվա սերունդը, եթե հայերեն շատ լավ չսորվի, որտեղ ուսուցիչ չունենք այս համայնքի մեջ, կամ ունենք, բայց իրենք ծնողները չեն բերել, բայց շունչը փոխանցենք։ Այս բոլորը հարցեր են, որոնք եթե ստեղծվին, ուժեղ համայնքներ կունենանք, եւ ուժեղ կունենանք ոչ թե այսօր, ուժեղ կունենանք 30 տարի հետո ուժեղ համայնքները, ապա գայացնելու համար կամ պահպանելու համար։ Այսինքն այսօրվա անհրաժեշտությունը, այսօրվա աշխատանքը վաղվա անհրաժեշտության հետ կապ ունի։ Մենք հաճախ կսվի, որ լավ բիզնեսի մեջ մարդ ունենք եւ այլն, բայց իրականությունը, եթե համեմատության մեջ չափենք, կտեսնենք, որ աշխարհի բիզնեսի մեջ, ֆինանսի մեջ մենք շատ համեստ ենք եւ փոքր ազգ ենք, դժվար ճանապարհ անցած ենք եւ այլն, բայց այդ դժվար ճանապարհը անցած ենք 100 տարի առաջ։ Այդ դժվար ճանապարհը անցած ենք Հայաստանի մեջ 20-30 տարի առաջ։ Այդ սև ու մութ տարիները, որ գսվի։ Հիմա արդեն երկիրը կզարգանա եւ Սփյուռքի մեջ 100 տարի է զարգանալու առիթ ունի։ Եվ բավական տարբեր երկիրներու մեջ ուժեղ հայրենակիցներ ունենք, ֆինանսապես ուժեղ, բայց ոչ գեր ուժեղ, ուղղակի հարուստ, կայացած, հանգիստ ապրող եւ այլն։ Իհարկե նաեւ կա խավը, որ համեստ խավն է, կա ամեն երկիրներու մեջ։ Հիմա ուժեղ համայնքը նաեւ կապ ունի անհատական ֆինանսական հզորության հետ։ Որքան շատ հարուստ ենք, այնքան ուժեղ ենք։ Այնքան ուժեղ է նաև համայնքը, ոչ թե միայն այդ անձը, որովհետև եթե քիչ առաջվա ազգային մտայնության իրար հարկելու, իրար բռնելու, փոխ օգնության հասնելու այս դրամատրությունը ստեղծվի, քանի ասենք որ ինչ կնշանակի ուժեղ համայնք, սա ուժեղ համայնքի արտացոլացումներն են, եւ եթե միաժամանակ հարուստ մարդիկ ազգային մտածողությամբ եւ ներդրումով կարողանան ոչ անպայման միայն նվիրատվությամբ մեթոդները լեցուն մեթոդներ կան, որովհետեւ նաեւ շահադիտական օգնությունը լա, բայց ինչու՞ չէ նաեւ ազգային ներդրում, այսինքն հարուստ լալու անհրաժեշտություն կա։ Իհարկե ես գիտեմ, որ որոշ ականջներ դժվար ընկալեն այս հարուստ լալու
այս բարակաբակցությունը, որտեղ անհարմարություն կտեսնեն մեջը, բայց այսօր կամ հարուստ ես ուժեղ ես, կամ հարուստ ես թույլ ես, բայց կրնալա որ 1001 առաքինություն ունիս, բայց արդյունքը այն է որ դու կգործընծնես մրցակցության խաղը։ Դարբեր կառույցներ, դարբեր նախաձեռնություններ խոսած են կառույցը ունենալու անհրաժեշտության մասին, որ պիտի ղեկավարի սփյուռքը։ Իրականության մեջ կամ այդպես կարելի անել, կամ առանց այդ նոր կառույցին եղած կառույցները կարող են կազմակերպել սփյուռքյան կյանքը եւ բարգ Աստծո մենք ունենք քաղաքական, հոգեվոր, մշակութային եւ բարեգործական եւ բարեսիրական դարբեր կառույցներ։ Ուրեմն ինչու երթանք նոր անիվ ստեղծենք, եթե այդ կառույցները կհամապատասխանեն եւ կծառայեն այս նպատակին, որն է նպատակը կրկնեմ ուժեղ կազմակերպված սփյուռք ստեղծելը։ Մեկ պայման կա որ այս կառույցները կդարեն կամ եթե չեն կդարել նոր կառույցը ստեղծել համապատասխան այս ցկտումին այն որ որևէ կառույց հին թե նոր կարողանա խոսքը գործի վերածել ձեր չեմ խոսի ռազմավարական մտածողության անհրաժեշտության մասին որովհետեւ այդ մեկնագետ որպես հանդիսանա խոսքը միտքը գործի ծրագրի վերածելու համար ուրեմն մենք ցկտումնալից տեսլականներու գարոդենք երկրորդ գործնական քայլերու գարոդենք ահա վասիկ այսպես է որ ուժեղ սփյուռք եւ ուժեղ սփյուռքյան համայնք կամ համայնքներ կունենանք որտեղ հայկական գործոնը տվյալ երկրի մեջ գուժեղանա տարբեր ոլորտներու մեջ տնտեսական ֆինանսական քաղաքական տեղական քաղաքականության համազգային տեղական քաղաքականության երկրի իմաստով լրատվական եւ այլն հայկական ասացության բարձրացումը եւ հայկական գործոնի ուժեղացումը սա նաեւ ուժեղ համայնք կնշանակի հիմա ինչպես իրականություն դարձնել այս ցկտումը ես գիտեմ որ լեցուն մտքեր կան տասնամյակները ի վեր հատկապես վերջին տարիներուն մտքեր կան թե ինչպես պետք է ուժեղանանք ես պիտի որպես միասինի հիմնադիր առաջարկեմ մեկ մոդեցում գործնական մոդեցում որ միասինը պատրաստած է ինչ պատրաստած ենք իմ համայնքը կոչվող ենթակառուցվածքը միասին է ներս որ պատրաստ է բայց on-line չէ եւ on-line պիտի լա այն ժամանակ երբ մենք կարողանանք քննարկումներ կատարել միտքերի փոխանակումներ առաջարկներ լսել որովհետեւ այստեղ կա դնորինման ղեկավարման խնդիր եւ մենք անհամեստություն կամ համեստություն խաղալու խնդիր չկա այստեղ պիտի չնենք այնպիսի քայլ որ այսպես ասած ինքնակլուխը լա մենք ինքնակլուխ կրնանք ծրագրել առաջարկել բայց կա պահ ուր պետք է ընդհանուր քննարկում ղեկավար մարմիններու հետ հոգեվոր առաջնորդներու հետ համեստ համայնքային անդամներու հետ մշակութային գործիչներու հետ որովհետեւ հասնենք ըստ համայնքի որտեղ համայնքները դարբեր գազմավորում ունին եւ գազմակերպվածություն ունին հասնենք ընդունելի սևակերպումներու որոնք կոհացուցիչ կլան եւ ընդունելի բոլորի կողմէ որովհետեւ այստեղ ոչ կամ մեխանիզմ բարդացվելու խնդիր չլա մենք սակայն ունենք համայնքները ներս տեսփաններ միասինի տեսփաններ ունենք այսօր այս պահուն ապրիլի 50 մոտավորապես 14 տեսփան դարբեր համայնքներու մեջ փոքր երկրներու բարակային օրինակ վերցնեմ Լիբանանը եթե լար այս պահուն տեսփան չունի բայց եթե լար պիտի լար մեկ տեսփան որտեղ կոմպակտ համայնք է բայց եթե Իսպանիան վերցնենք այդտեղ կա 3 համայնք
3 մեծ համայնք Իսպանիայի մեջ, Վալենսիա, Բարսելոնա եւ Մադրիդ։ Եվ ունենք 3 անհատներ, որոնք տարբեր աշխուժության չափով կմասնակցին տեսփանի իրենց պարտականությունները կգադարեն։ Թիֆլիսի մեջ ունենք, բայց այդ չի նշանակել, որ Վրաստանի համար է։ Ջավախքի մեջ պետք է ունենանք, Աբխազիայի մեջ պետք է ունենանք եւ այլն։ Այսինքն համայնքներ կան, ուր փոքր են, համայնքներ կան մեծ են եւ կարելի է մի քանի տեսփան։ Ուրեմն տեսփանները պիտի դնորինեն որպես moderator պիտի հանդիսանան այս ենթակառուցվածքի, այսինքն իմ համայնքը my community կոչված հարթակի մեջ հարթակը դնորինելու եւ իրենց շուրջ պիտի համախմբեն իրենց աշխատախումբը համայնքի տարբեր մարդկանց հետ եւ ահա այստեղ է որ քննարկում պետք է կատարվի համայնքի հայտնի ղեկավարող առաջնորդող ուժերու հետ որովհետեւ ընդունելի լա սա որպես ծև դնորինման հիմա նպատակը որն է նպատակը յուրաքանչյուր համայնքի եւ ամեն համայնքերից ասենք network-ի եւ infrastructure-ի ցանցի եւ ենթակառուցվածքի մատուցումն է եւ նպատակը տեսանելիություն ապահովելն է բոլորին ներկործություն ապահովել է բոլորի միջև համագործակցությունները խթանելն է եւ ալգորիթմներու ճանապարհով այսինքն այստեղ մեկը անձնական ներդրում պիտի ունենա գործը առաջ տանելու այսօր կա նաեւ արհեստական բանականության ընդգրկման խնդիր որ մենք արդեն այդ հունի մեջ դրած ենք եւ կա նաեւ ալգորիթմներով որ արդեն տարիներ է իվեր պատրաստած են որովհետեւ խելացի ալգորիթմներով այդ բոլորը առաջնորդվի այլ խոսքով virtual տարածքը ստեղծած ենք եւ այդտեղ բազմաթիվ հարցեր կրնանք առաջ մղել տնտեսական հարաբերությունները համայնքի անդամներու միջև աշխատանքի առաջարկները բոլորիս կհետաքրքրի եւ հաճախ կհարցնենք հայու կով կրնամ աշխատել հայու մոտ կրնամ գործ գտնել կամ հայը երբեմն գսե որ հայ կփնտրեմ որ այսինչ խանութս բահելու համար եւ մեկս մյուսեն տեղյակ չէ սերմ միջավայր բայց մենք ավելի լայն միջավայրներում մեջ կրնանք այդ լուրը տարածել միութենական կյանքը խթանել այսօր բազմաթիվ միություններ կան որոնց մասին շատերը շատ բան չեն գիտեր սի արդեն իրար օգնության անհրաժեշտությունը իրար ճանչնալու անհրաժեշտությունը որովհետեւ իրար չենք ճանչնալ թեմքով կճանչնանք մարդուն անունը չենք գիտեր եթե անունը գիտենք չենք նստած հետը որ ասենք որ ինչ մասնակցություն ինչ գործ կնե ինչով կդանք իրար օգտակար դառնալ կամ ես դերևս պետք ունիմ այդ մարդուն իմ գենցաղային կյանքի մեջ մեկ օտոյիս համար կամ զավակներուս կրթության կամ չեմ գիտեր ինչի համար կամ ծանոթիմը օգտակար դառնալու համար բայց իրար եթե չճանչնանք իրար չենք կրնար օգնել կա նաև որտեղ միասինը չմոռնանք որ հիմնականի մեջ ոչ միայն բայց կարևոր հատվածները մեկը հոբիներն են այսինքն մենք միասինի մեջ պիտի գրենք մեր հոբիները պիտի ալգորիթմները մեզի պիտի բերեն եթե բասկետ կսիրեն կամ պինգ-պոնգ կամ թատրոն կամ լեռնագնացություն կամ այլ պիտի կապե ալգորիթմը զիս այլ մարդկանց հետ որոնք ունին նույն նախասիրությունը եւ այդպեսով մենք պիտի կարողանանք շփվել, կապի դուրս գալ եւ մեր նպատակն է, չնայած որ social media-ը կամ social infrastructure-ը այդ պետք չէ անի, բայց մենք պիտի խրախուսենք online-ին դեպի offline հանդիպումները եւ հատուկ կոչակ ունենք let's meet up անունով, որտեղ իրարու հրավեր կուղարկենք հանդիպման գործնական կամ ոչ գործնական պատճառներով կամ առիթներով համայնքի մեջ հիմա գրնամ օրինակ մտալ որ ասեք միասինը չսպասեցինք այդ նելու համար քիրքերու փոխանակում մենք կրնանք Հայաստան լավ սովորություն կա դարի մեկ անգամ քիրքի օր կա եւ մարդիկ իրար քիրք կնվիրեն սպյուրքի մեջ այդ սովորությունը չկա ցուցահանդեսներ կան դարբեր երկրներու մեջ Ֆրանսիայի մեջ օրինակ համար մի քանի քիրքի ցուցահանդես կա որ քիրք նվիրելու խնդիր չկա քիրք գնելու կամ
նոր գրքերի հեղինակներու հետ կապ հաստատելու արիտներ են, բայց լավ կլավ որ նաև հայաստանյան այդ օրինակը վերցնենք եւ իրարու գիրք նվիրենք, բայց ոչ թե տարի մեկ օր, այլ դարած կստեղծենք ընթերցած գիրքերս փոխանցելու, ինչպես որ վերջերս մոդի քաղաքի մեջ տեսա որ գրպակ կա, որտեղ մարդիկ կրնան երթալ իրենց գիրքերը թնել, գիրք վերցնել, օդարը կա իրենց գիրքը առնե, ուրիշը կա նոր գիրք տնե եւ այլն եւ մարդիկ կարողանան տարբեր նյութերու շուրջ գիրքեր իրենց չունեցած գիրքերը գարտալ։ Սա էլ ուրիշ կոնցեպտ է։ Բնականաբար միշտ պիտի անդրադառնամ երիտասարդները իրար մոտեցնելու խնդրին։ Մանավանդ նույն տարածքի մեջ գտնվող իրարու անծանոթ, բայց իրարու հետ բան գիսելու տեղ ունեցող նախասիրություններ շերնելու տեղ ունեցող երիտասարդներ եւ ինչու՞ չէ ոչ երիտասարդներ, որտեղ երիտասարդներու խնդիր չէ միայն, բայց մեր ֆոկուսը հաճախ կերտա երիտասարդներուն։ Կա նաև համայնքի մեջ այս իմ համայնքի ենթակառուցվածքի շնորհիվ հնարավորություն քաղաքական, ազգային, բանջարդիրական այդ ոլորտի պատգամները ըլլա այդ կուսակցության, ըլլա այդ եկեղեցվո, ըլլա այդ Հայաստանի այսինչ կառույցի պատգամը տարածել։ Այդ պատգամը ես գիտեմ որ կդարածվի։ Ես գիտեմ որ Facebook-ով կդարածվի, այլ սեվով կդարածվի, բայց մեր ալգորիթմները լրիվ տարբեր են։ Մեր կապի հաղորդակցության միջոցները լրիվ տարբեր են եւ այդ իմաստով շատ հզոր են եւ այդ քաղաքական պատգամը շնորհիվ այս ենթակառուցվածքին համայնքի բոլոր զավակներուն կամ թիրախավորված կամ բոլորին կարելի է հասցնել նույնը եկեղեցական հոգեվոր ծեսերու բարակային արարողություններ կամ որ հոյակապ են մարդիկ չեն գիտեր որ Սուբսարկիս է կամ Վարդանանց է վաղը կարելի է եկեղեցի երթալ եւ գապ հաստատել կամ այլ արիտներով այս բոլորը համայնքային մագարտակով բայց նաեւ կեր համասպիրկյա մագարտակով եւս կարելի է անել ահավասիկ միասինի աբակա ներդրումը պատրաստված բայց աբակա ներդրումը համայնքային կյանքի գազམ་ակերպման մեջ բնականաբար այստեղ պետք է շեշտադրեմ որ որովհետև այդպիսի խոսակցություններ երբեմն կան պետք է անպայման անդրադառնալ որ այստեղ ղեկավարելու խնդիր չկա ոչ մեկ ցանկություն ոչ ալ շեղում է այդ ղեկավարելու ցկտումը շեղում է միասինի առաքելութենեն այսինքն այդտեղ այդպիսի ցկտում ընդհանրապես չկա, միտք չկա, ցանկությունալ չկա։ Ուղղակի այդտեղ առաջնորդելու, նեցուկ կանգնելու, նորարարություն բերելու, մեթոդները ստեղծելու եւ համագործակցելու խնդիր կա եւ մենք կսպասենք բոլորին հետ կապ հաստատելը եւ անգամ եւս շնորհակալ եմ կապ հաստատողներու հետ, շնորհակալ բիդալամ այս նոր զրույցի հետ մասին կապ հաստատողներուն հետ եւ լավ է որ Լիբանանի մասին որ խոսեցավ միան Լիբանանին չէին կապերը եւ այս բարակային կենտրոնին որ նույնը կբադահի որտեղ համայնքները բոլոր սփյուռքյան համայնքներու մասին են եւ պիտի չվարանիմ կրկնել է որ սփյուռքսելով ես չեմ հասկնալ միայն Տեհրանը, Բեյրութը, Փարիզը, Լիոնը, Գլենդելը եւ այլն, այլ նաեւ Կիևը, Օդեսան, Սոֆիան եւ մինչեւ Տաջիկստան, Ուզբեկստան, Կիրգիզստան եւ Կազախստան, մինչեւ Թայլանդ, մինչեւ Չինաստան, որ այդտեղ մոտավորապես 1000 հայ կա այսօր բնակող, ուսանող, աշխատող եւ այլն, այս բոլորը մեր սփյուռքներն են։ Ես արիտ ունեցած եմ Մոսկվա բազմաթիվ ճամփորդություններու ժամանակ տեսնել, որ այդ համայնքը ինչի հնարավորություն ունի եւ ինչի պակաս ունի եւ քացաչլալով, բայց ենթադրելով, լսելով, խոսակցելով եւ այլն բավական զորույցներ տեղի ունեցած են ռուսական տարբեր քաղաքներու մեջ ապրող մեր հայության վիճակի եւ ապակա զարգացումներու կապակցությամբ այնպես որ համայնքսելով այս լայն առումով ամեն մեկը իր համայնքը կգնա պատկերացնել շնորհակալ եմ գրքին ահավասիկ այս անգամ բավական ավելի կարճ բայց նորեն երկար էր
հույսով եմ, որ օգտակար խոսակցություններ կնարգումներ կամ մենախոսություններ եւ ցտեսություն